Ուսուցիչներ, հարգելի ընկերներ, հրավիրալներ, հյուրեր, հարգարժան գաղափարշապացիներ։ Շատ ոգևորված եմ այսօր։ Այսօր մեկնարկում է Գաղափարշապատ համայնքի ղեկավարի ընտրությունների քարոզարշավը։ Իրականում մենք Գաղափարշապատ համայնքում ներկայացրել ենք մի թիվ, մի տեխնատու, ով արժանի է շատ ավելի։ Գաղափարշապատի ընտրություններին մենք ներկայացրել ենք մի տեխնատու, որը ունի անբասիկ կենսագրություն, ազնվագույն մարդ է, մարդ բառացվում իմաստով, մարդ, որը իր ապրած կյանքով ապացուցել է, որ երկրի, պետության, հայրենիքի, շահից առավել որևէ բան իր համար չկա։ Պարոն Մանուկյան, շնորհակալ եմ, որ այդ պատասխանատվությունը ստանձնել եք։ Վստահ եմ, որ դուք եւ պատասխանատվությունը ստանձնել եք։ Վստահ եմ, որ դուք եւ մենք միայն մեր թիմին է։ Չի լինելու միայն Գաղափարշապատցիներին է։ Գաղափարշապատ խոշորացված համայնքում սովորական ընտրություններ չեն ժողովում։ Ես հիմա կարող եմ խոսել սոցիալական ծրագրերից, պատմեմ, թե ինչ է փոխվելու Գաղափարշապատի կյանքում։ Այո, այդ փոփոխությունները անհրաժեշտ են, բայց մենք չենք սահմանափակվելու Գաղափարշապատով։ Մենք չենք սահմանափակվելու Գաղափարշապատում խոստումներ տալու։ Խոստումներ տվողները շատ են, ծրագրերը կարող եմ վստահաբար ասել, որ բոլորինը շատ լավն են։ Ես կարող եմ ասել մի բան։ Մեր թիմի հաղթանակի դեպքում մեր թիմը բառից բուն իմաստով ծառայելու է ժողովրդին եւ Գաղափարշապատին։ Բայց դրա հետ մեկտեղ մեր թիմը լուծելու է կարևորագույն հարց, քաղաքական հարց։ Սա լինելու է, Գաղափարշապատը լինելու է համապետական ընտրություններից առաջ միակ ընտրությունը, որը մեզ սպասվում է։ Եվ այստեղ մենք պետք է ցույց տանք, թե ով ենք մենք, թե ինչ ենք անելու մենք եւ ինչ պետք է անենք, երբ ազատվենք այս դավաճանական իշխանություններից։ Սիրելի Գաղափարշապատցիներ, ես ուղիղ դիմում եմ ձեզ։ Գիտակցեք, որ այս ընտրությունը սովորական ընտրություններից չէ։ Այս ընտրությունը տեղի ունենում մի ժամանակահատվածում, երբ Հայաստանի գործող իշխանությունները թիրախավորել են բառից բուն իմաստով հայկական պետությունը հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցին։ Այս ընտրություններով մենք բոլորս, դուք բոլորը ձեր ձայնով պետք է ապացուցեք, որ մի քաղաքական ուժ, որը արշավ է սկսել հայ առաքելական եկեղեցու դեմ, չի կարող իշխանություն ձևավորել, չի կարող ստանալ անգամ մեկ ձայն ողջ հայության հոգևոր մայրաքաղաքում։ Էշնածինը միայն էշնածիցիներինը չի, Գաղափարշապատը միայն Գաղափարշապատցիներինը չի, դա ողջ հայությանն է, ոչ միայն Հայաստանում բնակվող, այլ ողջ աշխարհում բնակվող մեր ժողովրդինն է։ Ուստի սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ, թիմակիցներ, խնդրում եմ ձեզ, նոյեմբերի 16-ին առաջնորդվեք մի սկզբունքով։ Ընտրություն կատարեք իշա մեր պետության, իշա մեր ազգի։ Սա ընտրություն է լինելու մեր ինքնության պահպանության համար։ Սա ընտրություն է լինելու մեր հավատքի պահպանության համար, սա ընտրություն է լինելու մեր վաղվա ապագայի համար, մեր երեխաների համար։ Գաղափարշապատում է որոշվելու եւ վճռելու, թե ինչ է լինելու առաջիկայում Հայաստանի Հանրապետությունը։ Եվ այսպիսով, սիրելի Գաղափարշապատցիներ, խնդրում եմ եւ հույս ունեմ, որ նոյեմբերի 16-ին դուք ձեր ձայնով ապացուցելու եք, որ Գաղափարշապատում
հաղթելու է Հայաստանը։ Վաղ շաբաթում հաղթելու է հայ առաքելական Սուրբ Եկեղեցին։ Վաղ շաբաթում հաղթելու է հայը։ Եվ վաղ շաբաթում հաղթելու է հայրենիքը։ Իրանից միացում։ Վաղ շաբաթում հաղթելու է Հայաստանի Հանրապետությունը։ Վաղ շաբաթում հաղթելու է հայ առաքելական Սուրբ Եկեղեցին։ Վաղ շաբաթում հաղթելու է հայը, վաղ շաբաթում հաղթելու է հայրենիքը։ Շնորհակալություն։